Վերջին տասնամյակում առաջին անգամ Հայաստանում իրականացվել է համապարփակ հետազոտություն նվիրված երիտասարդ տղաների կողմից տղամարդու դերի ու կերպարի ընկալմանը։ Ողջունել բոլորի դրական առնականություն 2.0 ծրագրի եզրակացիչ միջոցառմանը։ Այս նախագիծը մեզ հնարավորություն տվեց առողջությամբ հասկանալու, թե ինչպես են Հայաստանի երիտասարդները պատկերացնում տղամարդու կերպարը եւ ինչ փոփոխություններ են տեղի ունենում այժմ հասարակության մեջ։ Արդյունքները մի կողմից հույս ներշնչող են, այսօր ավելի քան երբևէ կարևորում են կարեկցանքը, պատասխանատվությունը եւ բարությունը։ Սակայն մյուս կողմից մենք դեռ առերեսվում ենք այն փաստի հետ, որ վնասակար կարծրատիպերը շարունակում են ազդեցություն ունենալ երիտասարդ տղամարդկանց մտածողության վրա, այդ թվում ընտանեկան բռնության նկատմամբ հանդուրժողականությունը։ Մեր երիտասարդները նախընտրում են կարեկցանքն ու ըմբռնումը ագրեսիայի փոխարեն, պատասխանատվությունը գերիշխանության փոխարեն եւ հավասարությունը լռության փոխարեն։ Մենք տեսնում ենք, որ արդեն երիտասարդները չեն ուզում լռել, եթե կա որևէ իրավիճակ, երբ կիրառվում է բռնություն։ Նույնիսկ դպրոցներում եւ շատ այնտեղեր, որտեղ որ կարծես թե դժվար է բացահայտել, բայց այնուամենայնիվ խոսում են դրա մասին։ Սա ծրագրի երկրորդ փուլն է, այն իրականացվել է Teens Life Հայաստանի կողմից։ Ժամանակակից հայ տղամարդու կերպարի ուսումնասիրմանն ուղղված հետազոտությանը մասնակցել է 2000-ից ավելի երիտասարդ։ Մենք ծրագիրը ՅՈՒՆԵՍԿՕ եւ UNAIDS-ի հետ սկսել ենք նախորդ տարի եւ մեզ համար շատ կարեւոր նախաձեռնություն էր։ Նախորդ տարի մենք ծրագիրը սկսել ենք տղամարդիկ եւ գենդերային հավասարության միջազգային կլիմատի կողմից թեստի հայաֆիկացմամբ, այսինքն թեստը ամբողջությամբ տեղայնացրել ենք մեր սոցիոլոգի հետ միասին, երկու ֆոկուս խմբային քննարկումներ են կարել։ Արդյունքները վերլուծելիս բանախոսները նշում են 16-ից 25 տարեկան տղաներն ու աղջիկները թեև ավելի շատ են կարևորում կարեկցանքը, պատասխանատվությունը եւ բարությունը, այնուհանդերձ հետազոտության մասնակիցների 15%-ը հանդուրժում է ընտանեկան բռնությունը։ Կանանց 93%-ը կտրականապես մերժում է գաղափարը, թե երբեմն արդարացի է, որ տղամարդը ծեծի իր կնոջը, մինչդեռ տղամարդկանց մոտ այս ցուցանիշը 84% է։ Բոլոր ժամանակներում բռնությունը հասարակության կողմից մերժվել է եւ երբեք ուժեղ չի համարվել այն տղամարդը, որը ձեռք է բարձրացրել կնոջ վրա։ Արատավոր այս երևույթը դեռևս պահպանվում է։ Հասմիկ Ֆարհադյան, Կարապետ Կարապետյան, Արմանուր։